Հնարավոր է, որ ապագայում ևս լինի հայ-իրանական զորավարժություն եւ այն լինի առավել մասշտաբային։ Այս հայտարարության հեղինակը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն է, որը այդ մասին խոսել է Sputnik Armenia-ի հարցերին պատասխանելիս։ Սա բավական ուշագրավ հայտարարություն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ հայ-իրանական փոխհարաբերության տիրույթում նախորդ տարեվերջին եւ ընթացիկ տարեսկզբին, այդ թվում նաեւ նույն դեսպանի շուրթերից, առավել բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, ինչպես օրինակ Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական վիլայաթին Հայաստանի հասցեին հնչեցին բավականին կոշտ հայտարարություններ, կասկածներ եւ մտահոգություններ պարունակող հայտարարություններ։ Ներկայումս դրանք իհարկե դադարել են եւ հիմա մենք տեսնում ենք, որ հնչում են ահա այսպիսի հայտարարություններ, սակայն այն բազմիմաստությունը, որ առաջացավ հայ-իրանական փոխհարաբերության առումով, անկասկած պահպանվում է, իսկ այստեղ կասկած չկա, որ հայ-իրանական հարաբերությունը ունի առավել խորքային կայունության անհրաժեշտություն եւ դա նույնիսկ կենսական կարեւորություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Այս տեսանկյունից ի դեպ դեսպանի հայտարարությունը ուշադրության արժանի է մեկ այլ իրադարձության ֆոնին, որի մասին հայտնի դարձավ նախօրեին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին հայտնեց, որ պաշտոնական այցով մեկնում է Իրան։ Անկասկած հայ-իրանական պաշտպանական գործակցությունը ունի ներուժ, Իրանը այսօր ռազմական արդյունաբերության եւ տեխնոլոգիաների տեսանկյունից նույնիսկ առաջատար երկիր կարող է համարվել եւ այս տեսանկյունից անշուշտ Հայաստանի համար շատ օգտակար կարող է լինել Իրանի հետ պաշտպանական գործակցությունը, հատկապես հաշվի առնելով, որ իրանական ռազմարդյունաբերական տեխնոլոգիական լուծումները զգալիորեն փորձարկված են նաեւ անմիջականորեն մարտական պայմաններում։ Եվ ահա այս այցելության պաշտոնական այցի ֆոնին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն անում է հայ-իրանական զորավարժության վերաբերյալ այսպիսի հայտարարություն, իհարկե ի պատասխան հարցադրման, որը պարունակում էր հիշեցում նախորդ տարի տեղի ունեցած զորավարժության առնչությամբ։ Հիշեցնեմ, որ հայ-իրանական առաջին զորավարժությունը հետխորհրդային ժամանակաշրջանում առաջին զորավարժությունը տեղի ունեցավ 2025 թվականի ապրիլին եւ անցկացվեց հայ-իրանական սահմանին հատուկ ստորաբաժանումների մակարդակով։ Իրանական ստորաբաժանումները Իրանի տարածքից, հայկական ստորաբաժանումները Հայաստանի տարածքից։ Այդ զորավարժությունն ուշադրության էր արժանի ոչ միայն ինքնին այն պատճառով, որ առաջինն էր հետխորհրդային ժամանակաշրջանում, այլ որովհետև տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ բավականին հակասական իրավիճակ էր հայ-ադրբեջանական տիրույթում եւ մասնավորապես Ադրբեջանը տևական ժամանակ վարում էր ապատեղեկատվական, ավելի ճիշտ կլինի ասել, ապատեղեկատվական հայտնի մարտավարությամբ արշավը, իբրև թե Սյունիքի հատվածի հայ-ադրբեջանական սահմանի տարբեր դիրքերում հայկական ուժերը խախտում են հրադադարը։ Այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքն էր կրակում հայկական դիրքերի ուղղությամբ եւ անգամ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Դա բավականին տևական մի ժամանակաշրջան էր, մի քանի շաբաթ շատ կայուն կերպով Ադրբեջանը իր ապատեղեկատվությամբ լարում էր մթնոլորտը եւ փաստացի ստեղծում առնվազն սադրանքի վտանգ եւ սադրանքի վերաբերյալ սադրանքի նախապատրաստման կասկածներ։ Իդեպ հենց այդ ժամանակահատվածում, ինչպես օրվա թեմայի նախօրեի թողարկմանը նշեցի, համաձայնեցվեց հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, ինչը այլ բան չէր, քան պարզապես Ադրբեջանի ներկայացրած տեքստին Երևանի հավանություն ի վերջո։ Ահա այս մթնոլորտում, այս իրավիճակում տեղի ունեցավ հայ-իրանական առաջին զորավարժությունը, հիշեցնեմ 2025 թվականի ապրիլին։ Հիմա Իրանի դեսպանը հայտարարում է, որ հնարավոր է ապագայում ևս այդպիսի զորավարժություն եւ առավել մասշտաբային։ Առավել մանրամասներ իհարկե չի ներկայացվում, սակայն նաև արժե հիշել, որ 2025 թվականի ապրիլի այդ առաջին աննախադեպ իրադարձությունից հետո տեղի ունեցավ մեկ այլ ըստ էության աննախադեպ բան Թրամփի ուղու վերաբերյալ հայտնի համաձայնությունն օգոստոսին Վաշինգտոնում։ Իհարկե դրանից առաջ տեղի ունեցավ process նաև Թուրքիայում եւ Աբու Դաբիում, հայ-ադրբեջանական բանակցության process Թուրքիայի բավական տեսանելի ներկայությամբ, որը մեծ հաշվով իմի բերվեց հենց օգոստոսին Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսին։ Եվ սա արդեն էապես առնչվում էր նաև հայ-իրանական հարաբերությանը, հաշվի առնելով այն, որ Թրամփի ուղու ծրագիրը ենթադրում է որևէ գործողություն, որևէ նոր իրողություն հենց հայ-իրանական սահմանին, այսինքն այնտեղ, որտեղ դիցուք նախորդ տարի տեղի ունեցավ առաջին զորավարժությունը։
Իրանի առաջին արձագանքը օգոստոսի 8-ից հետո բավականին հանդարտ էր եւ նույնիսկ Հայաստանում շատերի համար զարմանալիորեն հանդարտ, քանի որ շատ այսպես տարածված պատկերացում կար, որ Թրամփի ուղին Իրանի դեմ ամերիկյան ներկայության ամրապնդում է, ինչը բնականաբար պետք է անհանգստացնի Թեհրանին, հաշվի առնելով Միացյալ Նահանգների հետ բարդ հարաբերությունը եւ հաշվի առնելով Իսրայել-Միացյալ Նահանգներ սերտ հարաբերությունը։ Թրամփի ուղու վերաբերյալ կոշտ հայտարարություններ Իրանից հնչեցին արդեն 2025-ի տարեվերջին, երբ գուցե Իրանը որոշակի ավելի այսպես ինֆորմացվածություն ունեցավ հնարավոր միտումների կամ պրոցեսների վերաբերյալ։ Ես հիշեցնեմ Վիլայաթին, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականը, Իրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Թրամփի ուղու եւ Զանգեզուրյան միջանցքի միջև իրենք չեն տեսնում որևէ տարբերություն եւ կտրականապես դեմ են այդ ծրագրի իրականացմանը։ Իհարկե դրանից հետո Վաշինգտոնում արդեն 2026-ի հունվարի 14-ին եղավ Միրզոյան-Ռուբիո համատեղ հայտարարությունը, որը պարունակում էր մանրամասներ, արդեն դետալային մանրամասներ Թրամփի ուղու վերաբերյալ եւ ամենայն դեպս դատելով բովանդակությունից այդ հայտարարությունը, այդ համատեղ հայտարարությունը կարող էր միայն ավելի խորացնել Իրանի մտահոգությունն ու կասկածները, քան փարատել դրանք։ Այդուհանդերձ, իհարկե, Թրամփի ուղու ամբողջական ճակատագիրը եւ հեռանկարները դեռ կարծում եմ զգալիորեն անորոշ են, չնայած եղած հայտարարություններին, դեռ չկա որևէ իրավական ձևակերպում անգամ, եւ իհարկե այդ ծրագրի ճակատագիրը կախված է լինելու աշխարհաքաղաքական ավելի լայն սակարկություններից, որ ծավալվում են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի եւ իհարկե ավելի ցածր գտնվող այլ դերակատարների միջև։ Այդուհանդերձ այս համատեքստում նստվածքը, ինչպես նշեցի, հայ-իրանական հարաբերության առումով բավականին նկատելի էր։ Արդյոք այն հնարավոր է հաղթահարել կամ հաջողվում է հաղթահարել, ինչը չափազանց կարևոր է եւ նույնիսկ ավելորդ է գնահատել, թե որքան մեծ նշանակություն ունի հայ-իրանական հարաբերության խորքային կայունությունը Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այս տեսանկյունից Պաշտպանության նախարարի իրանյան այցը կարծում եմ առավելապես ուղեկցվելու է հենց այս բովանդակության, քաղաքական այս բովանդակության վերաբերյալ քննարկումներով։ Իհարկե նաև շաբաթներ առաջ նույն Իրանի դեսպանն ազդարարեց, որ նաև Նիկոլ Փաշինյանին են սպասում Իրանում եւ կլինի նրա այցը Թեհրան, թեպետ ժամկետներ նախանշված չեն, մեծ հավանականությամբ այդ այցելությունը կախված կլինի, դրա ամբողջական համաձայնեցումը կախված կլինի արդեն Պաշտպանության նախարարի այցի ընթացքում քննարկումների բովանդակությունից եւ արդյունավետությունից։ Եվ այս ֆոնին հնչում է Իրանի դեսպանի հայտարարությունը, որ ապագայում եւս հնարավոր է հայ-իրանական զորավարժություն եւ այն կարող է լինել առավել մասշտաբային։ Եվ այստեղ թերևս հիմք կա դիտարկելու, արդյոք սա, այսպես ասած, ստուգողական առաջարկ է Հայաստանին, Իրանի ստուգողական առաջարկը Հայաստանին անցկացնել զորավարժություն եւ ցույց տալ, որ Հայաստանը նույնքան սերտ հարաբերության է պատրաստ Իրանի հետ, որքան օրինակ Միացյալ Նահանգների, որի մասին խոսվում է այս օրերին եւ որի մասին առավել հնչեղ հայտարարություններ եղան փոխնախագահ Վենսի ռեգիոնալ այցի ընթացքում։ Իրանը թերևս համատեղ զորավարժության նոր առաջարկ ունի Հայաստանին եւ դրանով հնարավոր է, որ չափելու է, թե Հայաստանը որքան անկեղծ եւ որքան կամային է իրային հայտարարություններում, թե իր քաղաքականությունը երբեք որևէ սպառնալիք չի առաջացնի Իրանի շահերի հանդեպ եւ երբեք կասկածի կամ հարվածի տակ չի դնի Իրանի անվտանգությունը առնվազն Հայաստանի մասով։ Եվ մեծ հավանականությամբ այս առաջարկությունը նաև իրանական կողմը ներկայացնելու է Թեհրանում Պաշտպանության նախարարին, կրկնեմ, այդ այցի վերաբերյալ մանրամասներ ներկայումս հայտնի չեն եւ միանգամայն հնարավոր է, որ կոնկրետ այդ հարցի մասով մանրամասներ նույնիսկ չհրապարակվեն եւ այն լինի, այսպես ասենք, չբարձրաձայնվող քննարկելիք հարցերի շարքում, բայց այդուհանդերձ կրկնեմ, Պաշտպանության նախարարի այցելության ֆոնին Իրանի այս բարձրաձայնումը, Իրանի դեսպանի այս բարձրաձայնումը զորավարժության վերաբերյալ, ընդ որում առավել մասշտաբային զորավարժության վերաբերյալ, ըստ ամենայնի վկայում է այն մասին, որ Իրանը այս կերպ նաև փորձում է թեստավորել Հայաստանի իշխանության այն հայտարարությունները, թե Երևանը որևէ դեպքում որևէ գործողություն չի անի կամ չի նպաստի Իրանի անվտանգությունը կասկածի տակ դնող որևէ գործողության։ Անկասկած է, որ
Երևանի այս հայտարարությունների լրջությունը չափազանց կարևոր է, միևնույն ժամանակ, եթե այս հայտարարությունները իրենց մեջ ունենան որևէ անլրջություն, այն կարող է լինել չափազանց վտանգավոր։ Բոլոր դեպքերում, կրկնեմ, հայ-իրանական կոմունիկացիան եւ ընդհանրապես սերտ գործակցությունը չափազանց կարևոր է եւ սա կարևոր է ոչ միայն երկկողմ իմաստով, այլ նաեւ ռեգիոնալ ավելի լայն նշանակությամբ, մասնավորապես ընդամենը մի դետալ, ինչ կերպ է իրականացվելու օրինակ հայ-հնդկական ռազմատեխնիկական գործակցությունը, եթե խորքային կայունության մակարդակում չլինի հայ-իրանական հարաբերությունը։ Եվ սա միայն այս դրվագով։ Եթե Հայաստանի Հանրապետությունը հավակնում է լինել ոչ թե դեկորատիվ պետություն, որը ենթակա է ընդամենը Ադրբեջանի ռազմավարությանը, այլ եթե իրապես ուզում է լինել պետություն պետական սուբյեկտությամբ, ռեգիոնալ հետաքրքրություններով, ապա Իրանը դարձյալ կարևորագույն գործընկեր է, հաշվի առնելով, որ Հայաստանի ինքնիշխանության տեսանկյունից չափազանց կարևոր է Պարսից ծոց Սև ծով երթուղու աշխարհաքաղաքական մասշտաբով երթուղու գործարկումը եւ դրա շուրջ քաղաքական օրակարգի ձևավորումը։ Բոլոր մակարդակներում հայ-իրանական փոխհարաբերությունը պարզապես ունի բանալի նշանակություն, ես էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ նշանակություն ունի Իրանն ընդհանրապես որպես ռեգիոնալ պետություն, ընդ որում ռեգիոնալ անգամ բազմառեգիոնալ իմաստով, որովհետև Իրանը այնպիսի աշխարհագրական դիրքում է, որ իրանյան գործոնը առանցքային է Մերձավոր Արևելքի զարգացումների տեսանկյունից, Կովկասի տեսանկյունից, Կենտրոնական Ասիայի եւ ընդհանրապես, եթե դիտարկում ենք գլոբալ հարավի տեսանկյունից։ Իսկ այս բևեռը, աշխարհաքաղաքական այս բևեռը, այս հարթությունը դանդաղ, դժվար, բայց ձևավորվում է, սա իրողություն է, իսկ Հայաստանը մեծ հաշվով գտնվում է հենց այս տիրույթում։ Ըստ այդմ, կրկնեմ, հայ-իրանական փոխհարաբերությունը ոչ միայն ունի երկկողմ կարևոր նշանակություն, այլ Հայաստանի համար նաև բազմակողմ սուբյեկտության էական նշանակություն։ Հետևաբար քաղաքական լրջմտությունը այս հարցում կենսական անհրաժեշտություն է։